Բարև ժողովուրդ ջան, բարև իմ հայ, իմ հաղթող, իմ պայքարող, պատերազմող, տարիներով, դարերով տառապող, բայց մեկա հաղթող ժողովուրդ ջան։ Շատ կարևոր իրադարձությունների հորձանուտում ենք, սա պատմական օրեր են, պատմական։ Երկու բառով ասեմ նախորդ եթերից մինչև հավաքվեք, երկու բառ ասեմ արագի մեջ, շատ գոհ եմ նախորդ եթերից, դա պետք էր անել, անկախ նրանից, որ ստացա շատ մեծ նաև բացասական արձագանքներ, բայց դա պետք էր անել և ծառույցը տեղից շարժվեց։ Ես համոզված եմ, որ այն ինչ կատարվեց այսօր, ինչ որտեղ դրա հետևանք էր։ Դա կլինեի ես, դա կլիներ ուրիշ, ամեն դեպքում դա հասունացած էր և դա պետք էր ասել, պետք էր փոխել։ Իհարկե ստացա հայհոյանքներ, հիմնականում անհանգստանում են իմ համար այդ հայհոյանքների համար, բայց ասեմ Ռուսաստանի какой-нибудь засранցքներից կամ, չգիտեմ, Ավստրիայի խույցքերից, երբ որ մարդիկ գրում են, որ հեսա կգանք Երևան քեզ կտենանք այդ դավաճան, ինձ քիչ է հուզում, որովհետև դավաճանն իրենք արդեն Ես ոչ մի դավաճանություն չեմ արել, անգամ ոստիկանությունը, երբ որ ինձ տուգ անել է 1 միլիոն դրամով, հավատացեք, դա արել է շատ ծանր սրտով, և դա փոխվելու է մեր երկրում, ոչինչ։ Բավականին շատ ենք այս պահին, ուրեմն վերադառնամ, ինչ կարևոր բան այսօր կատարվեց, փոխվեց գլխավոր հրամանատարի տրամադրությունը։ Շատ կարևոր եթեր արեց այսօր Նիկոլ Փաշինյանը, վերջապես երկիրը ունեցավ իրական գլխավոր հրամանատար։ Այն ինչ փոխվեց, կտեսնեք ոնց է անդրադառնալու ֆրոնտին։ Այն հրետորաբանությունը, որը որ փոխվեց, կտեսնեք ոնց է ազդելու, վաղվանից սկսած ոնց է ազդելու ֆրոնտի վրա։ Այլևս ոչ մի անջատում, ոչ մի անկախություն, ոչ մի սա կօգնի, նա կօգնի, սա կընդունի, նա կընդունի, այլ միայն հաղթանակ, հայ ազգի միասնական հաղթանակ։ Սա շատ կարևոր բան էր, ինչի մասին ես ահազանգեցի նախորդ անգամ, և այսօր ես շատ գոհ եմ, որ հասա իմ նպատակին։ Այսօր վարչապետը կանչեց մոբիլիզացիայի։ Այն ինչ որ պետք էր անել առաջի օրվանից, ցավոք սրտի արվեց մի քիչ ուշ, բայց ձայնը շատ ցածր է։ Մի հատ գրեք ոնց է ձայնը, ես կփորձեմ բարձր խոսել, եթե խնդիր կա։ Վարչապետի և տրամադրությունը, և տրամադրվածությունը այսօր ամբողջական ուրիշ էր։ Եվ անկախ նրանից մենք սիրում ենք Նիկոլ Փաշինյանին, սիրում ենք այսօրվա իշխանությունը, թե ոչ, մենք պարտավոր ենք այսօր ընդունել նրանց հրամանատար լինելը, հանձինս Նիկոլ Փաշինյանի գլխավոր հրամանատար լինելը, դուք գիտեք իմ վերաբերմունքը շատ հարցերին և պատերազմական հարցում, այո, իմ եթերը որոշ չափով քննադատական էր նաև իշխանությանը և մեր պաշտպանության բանակին, սակայն շտկումները կատարվում են, ցավոք սրտի մենք ունեցել ենք կորուստներ, բայց պատերազմն այդպիսին է։ Այսօրվանից մենք ունենալու ենք միայն հաղթանակներ։ Ես դրանում արդեն շատ խորը համոզված եմ։ Շնորհակալություն ուրեմն, որ հայտարարվեց այն մեխանիզմը, որով պետք է ժողովուրդը մասնակցի այս իրադարձություններին, այլևս չկա, որ մեր սահմանի տղերքը կպահեն, մեր սահմանի տղերքը հպարտ են, դա չկա, մենք ենք դա, սահմանի տղեն, ամեն մեկս սահմանի տղա է։ Բոլորս պետք է, եթե հիմա օրինակ կարևոր խնդիր կա, արդեն առաջին օրվանից այնտեղ գտնվում են տղաներ, որոնք պաշտպանում են մեր սահմանները և մենք պարտավոր ենք փոխարինել նրանց։ Տղերք, ովքեր որ ժամանակ դեռ չեն գտել կամ ում վայրենկոմատը դեռ չի կանչել, մենք պիտի գնանք նրանց փոխարինենք։ Այսինքն սահմանի տղա այսօր լինելու են բոլորը, ում առողջությունը ներում է այնտեղ լինելու։
վարչապետը հռչակեց, ես հիմա չեմ կրկնի այն ինչ որ ասեց վարչապետը, խնդրում եմ ով չի լսել, լսեք վարչապետի լայվը եւ տեսեք իր վերջի գրառումը, որտեղ 6 կետով, ես հիմա նայում եմ աչքի տակով, դրա համար եմ անում, 6 կետով նշել է այն քայլերը, որը պարտավոր է անել այսօր հանրությունը։ Ուրեմն հայտարարում եմ, այն ինչ որ ակնարկեցի իմ առաջին եթերում, հիմա հստակեցնում եմ ավելի։ Հստակեցնում եմ, մեր գործունեությունը ոչ մի րոպե, անկախ նրանից, որ ես արդեն 10 օր է, արդեն 10 օր չէ, 1 շաբաթ է արդեն Երևանում եմ, այնուամենայնիվ աշխատանքը հանուն ֆրոնտի, հանուն մեր գալիք հաղթանակի չի ընդհատվել ոչ մի րոպե։ Մարդիկ զարմանում են, որ ես մաքուր համազգեստով էի, ասեմ, տղեկ ջան, մեր բանակը բարի գտնվեց եւ այն կեղտոտ ես կարող եմ ֆոտո դնել իմ կեղտոտ համազգեստը, որով մենք եղել ենք օրեր շարունակ դիրքերում, որը որ թրջվել է, կեղտոտվել է, անգամ հասցրել էր մաշվել, բանակը տրամադրեց նոր համազգեստ, որով ես եկա Երևան։ Այսօր ես ունեմ ավելի գեղեցիկ, տես մի քիչ քաղաքացիական համազգեստ ու խնդրում եմ էլի դրա մասին էլ չկոմենտեք, այո, Հայաստանի դրոշակով ունեմ sense գեղեցիկ համազգեստ, որը նվեր եմ ստացել իմ ընկերներից։ Քաղաքացիական պայմաններում աշխատանք կատարելու համար շատ հարմար համազգեստ է եւ չեմ կորցնում ես ոգին եւ անելու ենք անպայման այն ինչ որ ակնարկել եմ։ Հիմա բարձրաձայնում եմ քայլերը։ Ուրեմն ըստ վարչապետի ձևավորել կամավորական ջոկատներ։ Այո, դա այն է, ինչի մասին ես խոսել եմ։ Կամավորական ջոկատները եղել են պատրաստ արդեն 90-ականներից, ապրիլյան պատերազմից, սակայն այդ ջոկատների համախմբությունը չկատարվեց այս անգամ եւ հիմա վերջապես Պաշտպանության նախարարությունը գտավ դրա ելքը։ Ուրեմն ցանկացած ջոկատի հրամանատար ենթարկվելու է արդեն Պաշտպանության բանակին։ Հասկանում ենք, որ ջոկատը ենթարկվում է իր հրամանատարին, որին բոլորը կընտրեն, եկեք ջոկատներով, եթե կան ջոկատներ, դա կլինի գյուղ, քաղաք, թաղ, կազմակերպություն, ընկերներ, մանկության ընկերներ, ուսանողական ընկերներ, համախմբվեք ջոկատներով եւ ձեր հրամանատարը պետք է ներկայանա վայենկոմատ եւ լինի արդեն Պաշտպանության նախարարության, բանակի, շտաբի հսկողության տակ եւ ենթակայության տակ։ Ամեն ջոկատ չի անելու այն ինչ որ ուզում է, այլ լինելու է համախմբված աշխատանք, որի մասին ես էլի, տեսեք, ես ակնարկներ եմ անում առաջի, ովքեր որ չեն հասկացել իմ առաջի եթերը։ Այն անկազմակերպությանը, որը եղել էր մինչ այսօր։ Ջոկատները չգիտեին մյուս ջոկատը ինչ անում եւ հստակ չգիտեին իրենց առաջադրանքները։ Հիմա ջոկատները կստանան իրենց առաջադրանքները եւ կկատարեն։ Ուրեմն ձևավորման համար անհրաժեշտ են վայրեր, դուք այդ բանը կանեք, մենք անձամբ, ես անձամբ, այս պահին մենք ունենք կամետա մի հրաշալի ջոկատ է ստեղծվել, որը հրաշալի գործողություններ է արել մեր հարավային ֆրոնտում, ես դա տեսել եմ, մենք դրա միջով միասին ենք անցել եւ կամետա ջոկատը այսօր համալրման կարիք ունի։ Այսօրվանից արդեն պետք է գրանցվենք։ Ուրեմն ես ձեզ գրանցման պահը մի քանի անգամ կասեմ եթերի ժամանակ։ Ստեղծել եմ մի խումբ, դեռ որ Facebook-յան խումբ, որը հայատար գրվում է մոբիլիզացիա։ Պարզ հասարակ, մոբիլիզացիա։ Մտնում եք խումբ, եթե դուք ուզում եք որևէ բանով օգտակար լինել ֆրոնտին, եթե դուք դեռ չեք գտել ձեզ որևէ խմբում, որևէ աշխատանքի շուրջ, մտեք մոբիլիզացիա, գրեք ինձ անձնական նամակով, ինչ կարգի աշխատանք եք դուք պատրաստ կատարելու, գնալ ֆրոնտ, թե մնալ թիկունքում, թե լինել այդ ճանապարհին, գրեք անպայման ինչ ունակություններ ունեք, եւ մենք ձեզ կընդգրկենք, պարտադիր կերպով կընդգրկենք որևէ աշխատանքի մեջ։ Հիմա մեզ պետք են զինվորներ, պինդ զինվորներ, հիմնականում նրանք, ովքեր արդեն մեկ անգամ գնացել են, վերադարձել են, գիտեն ինչ է կատարվում եւ պատրաստ են երկրորդ անգամ կամ հերթական անգամ մեկնելու արդեն պաշտպանության։ Խնդրում եմ արձագանքեք, կամետա ջոկատը այսօր համալրվում է եւ ըստ արդեն քանակների մենք կկազմենք նոր ջոկատներ եւ կնշանակենք հմուտ ղեկավարներ, ջոկատավարներ, որոնք արդեն կցվելու են մեր ընդհանուր բանակին։ Դա զինվորականները։ Ուրեմն մոբիլիզացիա խումբ մտնում եք եւ ձեր հմտությունները։ Պատրաստ եք գնալ ֆրոնտ, գնում ենք միասին ֆրոնտ։ Պատրաստ չեք,
կարող եք տրամադրել ձեր մեքենան, ձեր կարողությունները, ձեր ուղեղը, ձեր ձեռքերը, ձեր ժամանակը, ձեր գումարները, տրամադրեք ամեն ինչ, ինչ կարող եք։ Երկիրը դրա կարիքը ունի։ Եվ տեսեք ինչ է հարկավոր զորամասերից արդեն այդ կազմակերպչական հարցը, որը որ ամեն ջոկատ միգուցե չի կարող ինքնուրույն անել, մեր հիմա մոբիլիզացիա կոմիտեն այդ հարցերով շատ խիստ զբաղվելու է։ Մեր միջոցով մենք կարող ենք անել այն ամենը, ինչ պետք է այսօր երկրի հաղթանակի համար։ Այսքանն էր իմ պահանջը նախորդ, այսքանն է հիմա, պաթետիկ բաներ չեմ խոսա, ամեն ինչ արդեն հասկացել եք, ներողություն եմ խնդրում այն ժպիտով նկարը, որովհետև ես ժպտում եմ մահվան, սակայն ամեն օր տխրում եմ գնացած ընկերների համար։ Եկեք հարգենք նրանց հիշատակը, հարգենք նրանց արածը եւ շարունակենք եւ բերենք հաղթանակի երկիրը։ Միասին, ժպիտները դեմքներիս, դուխով, չեմ սիրում այդ բառը, բայց վարչապետը այսօր դուխով կոչ է անում բոլորիս միանալ, ես արդեն ուզում եմ համոզված լինել, քայլերը ցույց կտամ, բայց ես ուզում եմ համոզված լինել, որ մեր ղեկավարությունը լինելու է մեր կողքին եւ ժողովուրդը հաղթելու է, անպայման հաղթելու է, այլ տարբերակ ուղղակի չունենք։ Մտեք մոբիլիզացիա խումբ, դրանից հետո ստեղծվելու է շտաբ, արդեն իրական շտաբ, որտեղ դուք գալու եք, մենք ծանոթանալու ենք եւ աշխատանքը սկսվելու է։ Եթե ով որ տարածք ունի, որը կարա տրամադրի շտաբի համար, խնդրում եմ արձագանքեք։ Ցանկացած բան, ինչ դուք կարող եք այսօր անել բանակի համար, մտեք մոբիլիզացիա խումբ, գրեք անձնական հենց մոբիլիզացիա խմբի մեջ գրեք կամ ինձ անձնական նամակներով գրեք։ Խումբը փակ է, դրսից չի երևում անդամագրվածների անունները եւ գրվածքները չի երևում, սակայն մենք ներսը արդեն քննարկելու ենք բոլոր քայլերը եւ պարտադիր կերպով իրականության մեջ արդեն հանդիպելու ենք եւ սկսելու ենք աշխատել։ Այսքանը, շնորհակալություն, մեր երկիրը մտնում է կարևոր փուլ, հաղթանակի փուլ, բոլորիս մաղթում եմ լավ օրեր։ Շնորհակալություն, բարի գիշեր ձեզ։